Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովն առաջարկել է մաքսային ոլորտում մեկ պատուհանի սկզբունքի ներդրման հայկական փորձը տարածել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների վրա։ Ըստ նրա, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեում գործող էլեկտրոնային մեկ պատուհանի համակարգը պարզ է եւ մատչելի։ Նույնիսկ փորձ չունեցող ձեռնարկատերերը կարող են հեշտությամբ լրացնել մաքսային հայտարարագրերը, կցել ուղեկցող փաստաթղթեր եւ ստանալ թույլտվություններ։ Հայաստանը $1.5 միլիոն չափով դրամաշնորհ կստանա Նաիրիր գործարանի տարածքի շրջակա միջավայրի բարելավման նպատակով։ Գործունեությունը կնպաստի հանրության առողջության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը լուծելու համար առաջարկվող նախագծի նախապատրաստմանը։ Նախատեսված են մասնավորապես հետևյալ գործողությունները՝ նախագծում եւ տեխնիկական գնահատում, բնապահպանական եւ սոցիալական ռիսկերի գնահատում, կարողությունների զարգացում եւ այլն։ 44-օրյա պատերազմում անհայտ կորած 21 զինծառայողների ընտանիքներին եւս 2 ամիս կտրամադրվի 300,000 դրամ սոցիալական աջակցություն։ Միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 12,600,000 դրամ։ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թվականների ծրագրով նախատեսված վճարումները կատարելու համար այս տարվա երկրորդ եռամսյակի բյուջեն կհամալրվի լրացուցիչ ֆինանսական միջոցներով։ Ծրագրի շրջանակում 2025 թվականի համար հաստատված բյուջեն կազմում է 1.8 միլիարդ դրամ, որը համամասնորեն բաշխվել էր ըստ եռամսյակների։ Հունիսի 1-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 1164 ընտանիք, որոնց վճարվել է շուրջ 900 միլիոն դրամ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագիր է կնքել Չինաստանի հետ, սակայն նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, հաղորդում է Reuters-ը։ Թրամփը հավելել է, որ համաձայնագրի ստորագրում է նախատեսվում նաև Հնդկաստանի հետ։ Իրանի հետ վերջերս տեղի ունեցած զինված բախման հետևանքով Իսրայելի կրած վնասը կազմել է մոտավորապես $3 միլիարդ։ Դրա մասին հայտնել է Bloomberg-ը։ Այդ գումարը ներառում է հրետակոծության ժամանակ վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ծախսերը, ինչպես նաև տուժած բիզնեսների փոխհատուցումը։ Միաժամանակ հաշվարկը չի ներառում հակամարտության ընթացքում օգտագործված սպառազինության եւ հոբ համակարգերի պաշարների համալրման ծախսերը։ Բրյուսելում անցկացված գագաթնաժողովում Եվրամիության առաջնորդները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւս 6 ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Եվրամիությունն առաջին անգամ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ է կիրառել 2014 թվականի ամռանը, դրանց տևողությունը սահմանելով 6 ամիս։ Այդ ժամանակից ի վեր պատժամիջոցները պարբերաբար երկարաձգվել են։ Ներկայում գործում է 17 պատժամիջոցների փաթեթ, որոնք ընդգրկում են ոլորտների լայն շրջանակ՝ ֆինանսներից եւ էներգետիկայից մինչև առևտուր եւ տեխնոլոգիաներ։ Ռուսաստանի վարկային քարտերի ընդհանուր պարտքը հասել է 575.9 միլիարդ ռուբլու, այս մասին են փաստում Forbes-ի տվյալները։ Մայիսի 31-ի դրությամբ 8.3 միլիոն վարկային քարտ ուշացրել է վճարումները ավելի քան 90 օր։ Համեմատության համար հունվարի 1-ի դրությամբ նման ուշացում ունեցող քարտերի թիվը կազմել է 7.7 միլիոն, իսկ 1 տարի առաջ 6.9 միլիոն։ Հուլիսի 1-ից նոր կարգավորումներով մասնագիտական որոշ խմբեր այլևս չեն կարող գործել շրջանառության հարկի դաշտում եւ անցնելու են հարկման ընդհանուր համակարգ, դառնալով ավելացված արժեքի հարկի վճարող։ Իրավաբանական հաշվապահական ծառայություններ մատուցողները, ինչպես նաեւ գլխավոր գրասենյակների գործունեություն իրականացնողներն ու կառավարման ոլորտում խորհրդատվություն տրամադրողները այս անգամ եւս դուրս չեն մնացել օրենսդրական դաշտի այս փոփոխություններից։ Շատերը արդեն գիտեին, որ հետո պիտի անցնեն ավելացված արժեքի հարկի, ես ակնկալում որ պարզված կզգի, արդեն որոշ ընկերություններ, որոնք որ մինչ այդ շրջանառության հավելքով էին աշխատում, իրենք արդեն ավելացված արժեքի հարկի գումարը հաշվի առնելով այդերը կնքում էին այդպիսի չափով, որպեսզի հետո տարվակեցից ստիպված չնեն նորից պայմանագիր փոխել։ Օրենսդրական փոփոխության արդյունքում մասնագետների կանխատեսմամբ շուկայում կբարձրանան ծառայությունների գները։ Համեմատականներն են բերում փաստաբանական ծառայությունները հարկման դաշտ բերելու փորձի հետ, նշելով, որ նման մոտեցումը կարող է կրկին հանգեցնել նրան, որ իրավաբանական աջակցությունը շատերի համար դառնա դժվար հասանելի։ Հանրային պաշտպանի գրասենյակը ոչ բոլորին է տրամադրում անվճար իրավական աջակցություն։ Ունենալու ենք այն նույն խնդիրները, ինչու որ ունեցանք փաստաբանական ծառայությունների ավելացված արժեքի հարկի
շրջանաշրջաններու ժամանակ։ Քաղաքացիները մնացին արդեն իրենց իրավունքների անպաշտպան վիճակում, որովհետև ծառայությունները փանկացան, քաղաքացիները անվճարունակ են չկարողացան արդեն օգտվել այդ ծառայությունների։ Ավելացված արժեքի հարկի դաշտ մտնելու դեպքում փաստաթղթաշրջանառության կարգը եւս փոփոխություններ է կրելու։ Եթե մինչև հիմա ծառայության մատուցողները օրինակ շրջանառության հարկի դաշտում էին աշխատում, այդ դեպքում բնականաբար հարկային դաշտում փաստաթղթաշրջանառությունը ավելի թեթև էր, ավելի քիչ էր, ընդ որում հաշվետվությունները ներկայացնում էր ավելի քիչ ներկտրված օրինակ երամսյակը 1։ Հիմա արդեն ամեն ամիս է ներկայացնում հաշվետվություն։ Տնտեսագետները կանխատեսում են, որ փոքր բիզնեսները դժվար թե կարողանան դիմակայել այս մեծ փոփոխություններին եւ չեն բացառում նրանց փակվելը։ Շրջարկից ապնելը ավելացած հարկ եւ նաեւ շահութահարկ, այդտեղ իրենց եկամուտները, իրենց եկամտաբերությունը համարժեք չի այդ ավելացման չափերին, որտեղ տեսեք, ասենք 5%-ով է շրջանառության հարկը, հիմա ասում են 20%, 4 անգամ միանգամից ավելացում պետությունը հարկի չափ, ավելացած արժեքի։ Իրենք այդքան ավել եկամտաբերություն չունեին, որ ասենք թե իրենց եկամուտների հաշվին փորձեն գները չթանկացնել։ Հասարակությունը դեռ իրազեկման կարիք ունի փոփոխությունների վերաբերյալ մասնագետներն ասում են, օրենքին լիարժեք չտիրապետելը հետագայում կարող է խնդիրների առաջ կանգնեցնել հենց տնտեսվարողներին։ Պաշտոնապես հրապարակված նոր օրենսդրական կարգավորումներով էական լրացումներ եւ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում, ուղղված կրիպտոակտիվների կարգավորմանը հարկային դաշտում։ Եզակի եւ փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտների համար սահմանվել է 1% եկամտահարկի արտոնյալ դրույքաչափ։ Կրիպտոակտիվների միջոցով ծառայությունների մատուցումը համարվում է հարկվող գործարք։